Տիկին Ավանեսյան, ես ուզում եմ անդրադառնանք մի միջադեպի, որը տեղի ունեցավ Երևանի քարոզարշավի ժամանակ եւ շատ էր քննադատությունը, մասնավորապես ձեր հասցեին, երբ որ մի կին մոտեցել էր Փաշինյանին եւ բողոքում էր, խնդիրներ էր ներկայացնում, Փաշինյանը հունից դուրս եկավ, դուք նրա կողքն եք, ասում էին, ինչպես է հնարավոր կին պաշտոնյան կանգնի եւ գլխով հաստատակամ համաձայնություն տա եւ չմիջամիտ է օրինակ այդ իրավիճակին։ Ինչու օրինակ կին է ձեր դիմաց կանգնած ամեն դեպքում։ Նախ ասեմ, որ այդ կինը ինքը ինքնին բավական ագրեսիվ վարքագիծ ուներ եւ հարցադրումներ էր ուղղում, ինչպես ասեցիք, ելույթ ունեցավ, հարցեր ուղղեց եւ չէր ուզում լսել վարչապետի պատասխանը։ Վարչապետը փորձեց կանգ մի պահ առնի, որպեսզի լսի, որովհետեւ երբ որ գալիս ես քարոզարշավի, մոտենում ես, բղավելով հարցեր ես բարձրացնում, մեղանդրանքներ ես հնչեցնում, պիտի երևի բարի լինես լսես նաև պատասխանը, որովհետև եթե քաղաքական ելույթ ես ունենում, կարող ես կողքը քարոզարշավ անել եւ ինքդ քո համար քաղաքական ելույթ ունենալ։ Վարչապետը շատ նրբանկատ է եւ վարչապետը անկախ նրանից կին է թե տղամարդ է, փորձում է բոլոր սուր հարցերին պատասխանել։ Բայց նորից եմ կրկնում, ես այնտեղ կանգնած եմ եղել եւ որևէ ոչ ճիշտ վարքագիծ ես այդտեղ չեմ նկատել եւ ասում եմ նորից, կրկնում եմ, վարչապետը ուղղակի ուզում էր մի պահ կանգնի, չէր քաշքշում, դուք մի չափազանցրեք, ոչ մեկի չի քաշքշել եւ կադրերը կան, շատ պարզ են, ես էլ կադրերից չեմ տեսել, այնտեղ ներկա եմ եղել, ոչ մեկի չի քաշքշել, վարչապետը փորձեց մի պահ կանգ առնել տալ եւ լսել, որպեսզի կարողանա իր ասելիքը ասի։ Իսկ մյուս դեպքի հետ կապված, երբ որ այն օրն էլ հարցրեցին, երբ որ հարցը ուղղվեց նաև եւ գիտեք նման ագրեսիվ մեղադրանքներ են հնչում Հայաստանի քաղաքական իշխանությունների նկատմամբ անձանց կողմից, այո, մենք բաց ենք բոլորի կարծիքին եւ այս ընթացքում եւի նկատել եք 6 ամիս է մենք ուղիղ եթերում ենք եւ լսում ենք բոլորի կարծիքը, դիտողությունները, քննադատությունները, սուր քննադատությունները եւ մեզ համար չափազանց կարեւոր են դրանք, բայց նաև արձագանքներ, նաև այդ քաղաքական պսևդոէլիտային Ղարաբաղյան եւ հայաստանյան, մենք ասել, որ դες հունից հանում, անդադ Արցախի մասին երբ որ խոսում եք։ Իսկ ում հունից չի հանում, կներեք, իմ եղբայրը զոհվել է, ամուսինս 44 օր այնտեղ էր, եղբայրներս այնտեղ էին, իմ տղաները հիմա բանակում են, իսկ ում չի հունից հանում։ Մեզ համար շատ զգայուն թեմա է։ Զգայուն թեմա է, բայց երբ որ հարցեր են հնչում, թե ինչու եք օրինակ հասցրել այն վիճակին, որ այդքան տղաներ զոհվեցին, քաղաքականությունը ինչու բերեց դրան, դրանք հարցեր են, որոնք դուք պետք է պատասխանեք, ոչ թե Եվ վարչապետը 5 տարի շարունակ մանրակրկիտ բոլոր ֆորմատներով, թե անհատական, թե հարցազրույցների, թե ազգային ժողովում, մանրակրկիտ բոլոր հարցերին պատասխանել է։ Եվ այո, սա մեզ համար դեռ շատ զգայուն եւ ինչ որ առումով բարդ դեռ խոսակցությունը տանելու թեմա է։ Մենք բոլորս շատ հուզվում ենք այս թեմայից եւ սա էլ պիտի հասկանանք, բայց պետք է նաեւ սովորենք մի քիչ ավելի հանգիստ խոսել իրար հետ, լսել իրար։ Որ ասում եք, ձեզ համար նուրբ թեմա է, հուզում եք դրանից, բայց երբ որ դուք արցախցիներին ասում եք, ինչու չեք զոհվել, դա ոչ նախ հենց հիմա դուք լրիվ կեղծ թեզ եք առաջ բերում, որևէ մեկը արցախցիներին նման բան չի ասել։ Վարչապետը հստակ ասել է Ղարաբաղյան պսևդոէլիտա, ինչու եք դուք Հայաստանում եւ ինչու զոհվեցին տղաները մեր բանակի եւ դուք այնտեղ չեք եւ կանգնած չեք։ Նորից նույն հարցը ուղղում եմ։ Իմ եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ փոխգնդապետ Արմեն Վարդանյանը, ինչու նա Շուշիի մատույցներում կռվում էր իր գնդի հետ, իսկ Սեյրան Օհանյանը եւ իր մյուս անձինք եւ այն մարդիկ Օսիպյանները եւ մյուսները այնտեղ չէին, իրա կողքին հարց եմ տալի։ Հայտնի զինվորական մարդ է, դուք ինչպես կարող եք այդպես ասել։ Ես հարցը հնչեցրեցի եւ կխնդրեմ ինքը պատասխանի ուր էր, երբ որ նրան զանգում էին եւ օգնություն էին խնդրում, ուր էր նա։ Բերանս մի բացեք, այսքանը։ Ինչ որ մեկը զանգել է օգնություն խնդրել է նրանից եւ նա չի օգնել։ Ես այսքանը ասեցի, հարցը ուղղեցի, թող պատասխանի։ Նույն տրամաբանությամբ կարելի ասել, ինչի օրինակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, գերագույն գլխավոր հրամանատար այդ պատերազմի օրերին
Նիկոլ Փաշինյանը, շտաբի պետը, շատ մարդկանց կարող են իշխանության ձեր ասել, ինչու իրենք չեն զոհվել։ Նույն տրամաբանությունը ինչն է Ինչ տարբեր։ մասն եք խոսում, այսինքն ինչ պիտի վարչապետը, պաշտպանության նախարարը, այն ժամանակվա եւ այլն ամեն մեկը ունի իր տեղը, իր անելիքը պատերազմի ժամանակ եւ մենք անում ենք մեր անելիքը։ Ես էլ իմ ամուսինը այնտեղ էր, ես էլ առողջապահության նախարարությունում անում էի իմ գործը, որ մեր զինվորները, ովքեր վիրավորվում էին, պատշաճ բժշկական օգնություն ստանային։ Թե այն ես գիտեմ դուք անդրադարձել եք դրան, թե այն տրամաբանությունը կար, որ իրենք բարձրագույն, այսպես մարդիկ են եւ չպետք է գնային, ծառայեին եւ չգիտեմ չպետք է Դուք զոհվեին։ նորից կեղծ թեզեր եք ասում, որևէ նման թեզ չկա։ Կուսակցական ընկերոջ Անդրանիկ Քոչարյան, որի տղան համարում էր ըստ նրա բարձրագույն, բարձրակարգ կներեք, բարձրակարգ երիտասարդ եւ չէր ծառայում։ Եվ նա դրա համար ներողություն է խնդրել եւ շատ իր ասած սայթակման համար ներողություն է խնդրել եւ այստեղ լավ եք մեջերում տեսեք որ ես շատ լավ անդրադարձել եմ եւ մեր կուսակցությունը ի տարբերություն այլոց երբ որ ինչ որ մի սխալ բան էլ ասում են բոլորս է մարդ ենք դրա համար ներողություն ենք խնդրում Այսինքն ներողություն խնդրել մի բանի համար, բայց հետևանքը մնում է նույնն այդ մարդու որդին եւ շատ անդամներ իշխանության մեջ չեն ծառայել։ Հիմա նրանք բարձրակարգ, այսպես մարդիկ են մնացած։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության այս պահին իշխանության գտնվող անձանց որդիները, եթե չեն ծառայել, ապա խնդրում եմ նաև դուք բազմիցս այս հարցը բարձրացնում եք եւ իրավապահների ուշադրության կենտրոնում եք։ Իմ որդիները ծառայում են, ես այսքանը կարող եմ ասել։